Հայլույս օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում, ինչպես միշտ մեծ հիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված, ես Անահիտ Կիրակոսյանս այսօր ձեզ ողջունում եմ մեր շատ սիրելի օրդ բարի տաղավարից եւ մաղթում ուրախ ու հաճելի օր։ Իսկ հաճելի օրվա սկիզբը իհարկե հաճելի երաժշտությունն է, այսպես տեսահոլովակ ձեզ համար արթնանանք լավ ռիթմերով ու շարունակենք եթերը։ Դե ինձ ելիներս վաղ առավոտյան մի քանի հարց է ծագում, երեխաներին ճանապարհել դպրոց, եթե երեխաներ չկան, ինչ նախաճաշ պատրաստել, երրորդ հարցը իհարկե ինչ հագնել այսօր եւ ինչպես լինել եւ նորաձև եւ որ չմրսեք, քանի որ աշուն է արդեն։ Առաջարկում եմ այս պահին գնանք Նաիրա Հարությունյանի նորաձևության հետքերով եւ հասկանանք թե ինչպես է պետք ճիշտ հագնվել եւ ինչպես կրել այն աշնանը։ Գնացինք։ Ողջույն 21 TV-ի իմ սիրելի հերոստատիտող, ձեզ հետ կրկին ես եմ Նաիրա Հարությունյանը եւ ես եկել եմ, որ մենք միասին քայլենք նորաձևության հետքերով։ Ինչպես գտնել որակալ կաշվեգոտի։ Այսօրվա հարցը այսպեսինն է, իսկ տարբերակները ու հարցերի պատասխանը կգտնեք ինձ հետ միասին։ Գնացինք հասկանալու։ Ինչպես ընտրել որակյալ կաշվե գոտի։ Եթե ցանկանում եք ընտրել կաշվե տարբերակ, ապա մինչև գնելը անպայման ստուգեք դրա որակը։ Գոտին չպետք է լինի շատ կոշտ, փայտացած, քանի որ այդպես այն անհարմար կլինի կրելու ժամանակ։ Միևնույն ժամանակ չափազանց փափուկ տարբերակները շուտ կձգվեն եւ կկեղևավորվեն անցքերի հատվածներում։ Փորձեք մի փոքր ձգել գոտին ծայրերից։ Իդեալական տարբերակը թույլ է տալիս ձգվել ընդամենը 0.5-ից 1 սանտիմետր ամբողջ երկարությամբ։ Լավ որակի նշան է նաև այն, որ գոտու հակառակ կողմն ու ծայրերը ևս ներկված են։ Կաշվե գոտու եզրերը պետք է լինեն կլորացված եւ առանց կարերի։ Կարերով մոդելները սովորաբար պատրաստվում են սոսնձած կաշվից, որը ժամանակի ընթացքում կարող է սկսել ջարդվել եւ շերտավորվել։ Այս սեզոնի գլխավոր թրենդերը լայն գոտիներն են, կորսետաձև գոտիները, բասկայով մոդելները եւ պորտուպենները։ Վերջիններս վաղուց այլևս չեն ասոցացվում միայն գայթակղիչ աղջիկների հետ։ Այսօր դա համարձակ, վառ եւ ոճային աքսեսուար է, որը կարելի է համարձակորեն կրել հանրության մեջ։ Ուշադրություն, նուրբ բարակ գոտիներն արդեն դուրս են մնացել նորաձևությունից։ Դրանք դեռ կարող են կիրառվել, բայց միայն երկար տարբերակով, երբ հնարավոր է մի քանի անգամ փաթաթել գոտու շուրջ։ Դե ինչ նուրբ գոտիները ժամանակավորապես զգեստապահարանից դնում եք մի կողմ ու հետևում իմ խորհուրդներին։ Այսօրվա համար այսքանն է։ Միշտ ձեր Նաիրա Հարությունյան, մնաք բարով։ Դե ինչ վերադարձա, մի գաղտնիք էլ ես բացեմ այս սև վերնաշապիկը, որ կրում եմ հենց Նաիրա Հարությունյանը, բայց հիշեք անկախ նրանից ինչ եք հագնում, շատ կարևոր է ներքին գեղեցկությունն ու ինքնավստահությունը։ Այս պահին տեսահոլովակ, որից հետո կներկայացնեմ մեր հյուրերին, շատ կարևոր ու հետաքրքիր հյուրեր ունենք այսօր, հետևեք մեզ։ Չթողնես երբեք, պետք է մոռանալ ժամանակն անցած, ամեն բան մոռանալ օրեր, այն որ վատնեցինք առանց գտնելու, գետ մի պատասխան, այն ժամերն ինչպես, հարցերի տարա, լուր կրակահերտ, սրտին խնդության, չթողնես երբեք, չթողնես երբեք, չթողնես երբեք։ Քեզ կնվիրեմ, մարգարդ է անձրև, եկած այն երկրից, ուր չի անձրևում, հաղթելով մահին, հողը կփորե, ծածկելու մարմինդ, ոսկով ու լույսով, կստեղծեմ երկիր, ուր սերն է արքան, ուր սերն է օրենք ու դու թագուհին, չթողնես երբեք, չթողնես երբեք, չթողնես երբեք, չթողնես երբեք, ես կհորինեմ անիմաստ բառեր, դու կհասկանաս
հասկանաս պատմեմ ինչպես երկու սիրահար այրեցին իրեն սրտերն անհամբեր եւ կան պատմություն այ խեղճարքային ով գտավ մահին չգտնելով քեզ չթողնես երբեք չթողնես երբեք չթողնես երբեք լինում է հաճախ նորից էջ այդքում հրաբուխերի որթևում էր ծեր ու դաշտերն այրված ավելի հարուստ բերք են նվիրում քան մի մեղմ ապրի իսկ երբ երեկոն երկինքն է այրում ասես հարսանիք սևի ու կարմիր չթողնես երբեք չթողնես երբեք չթողնես երբեք Վերադարձանք տաղավար, այս օրերին ռուս վավերագրող, ռեժիսոր և հեռուստալրագրող Պավիլ Սելինը մեր հայրենակից կինոռեժիսոր Արսեն Առաքելյանի հետ վավերագրական ֆիլմ է նկարահանում Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Մարտիրոս Բադալյանի մասին։ Այս եւ ամենի մասին կզրուցենք մեր հարգարժան հյուրերի հետ, ում շտապում եմ ներկայացնել։ Եվ այսպես մեր հյուրերն են ռուս անվանի հեռուստալրագրող, վավերագրող, ռեժիսոր, աշխարհ առանց կանոնների հեռուստանախագծի ռեժիսոր, հեղինակ եւ հաղորդավար Павел Селина. Բարի առավոտ, доброе утро, Павел. Очень рада, что вы у нас в гостях сегодня. Շատ ուրախ ենք, որ մեր հյուրն եք այսօր։ Բարև ձեզ, Սիրինի բարեկամներ։ Великолепно. Шнурокалюцун за приглашение. А как приглашение, я пока еще не выложил. Հրավերի համար։ Спасибо. Спасибо огромное։ Եվ իհարկե կինոռեժիսոր Արսեն Առաքելյանը, ով այսօր նաև կստանձնի երկրորդ պարտականությունը թարգմանչի օգնելու, շատ ուրախ ենք, որ մեր տաղավարում եք։ Շատ ուրախ եմ ձեզ մոտ իրականում։ Մինչ բուն թեմային անցնելը ֆիլմին ինձ առհասարակ հետաքրքրում է Պավելի մեջ ինչ հետաքրքրություն է արտնացել Հայաստանի եւ հայ հանրահայտ գործիչների հանդեպ, որ վավերագրական ֆիլմով է անդրադարձել, որովհետեւ սա առաջին դեպքը չէ, տեղյակ եմ նաեւ, որ պարոն Ամիրխանյանի մասին, հա, ֆիլմ է նկարահանվել, ինչն է իրեն կապում մեր Հայաստանի։ Очень интересный вопрос. Вот откуда у тебя любовь и интерес к Армении? И вот конкретно к нашей теме, потому что знают, что ты снимал фильм, был, да, Амирханян. Да, и вот о Мартиросе, фильм, который мы сейчас снимаем, откуда этот интерес? Да, так вышло, что на протяжении последних, наверное, 10 лет я очень много работал с ребятами, режиссерами из Армении. То есть, ну, они этнические армяне, но живут в России. Այս վերջի 10 տարին մոտարապես ինքնպես ստացվում որ հայերի հետ է շատ աշխատում գործընկերական կապերի։ Այո, որոնք որ Մոսկվայում են։ Да, в Москве. Да, у меня очень близкий друг, приятель, это Айк Ордян, режиссер фильма «Зулали», может быть, вы знаете. Да, конечно. Հայկի հետ համագործակցել է Զուլալի ռեժիսոր։ И его брат Арман Ордян, который довольно известный продюсер телевизионный в Москве. И мы вместе сделали несколько проектов, в частности, в Латинской Америке
в Боливии и в Перу. Փաստորեն այդ Լատինական Ամերիկայի շարքը որ արել է, հենց սկսել է Արմանի եւ Հայկ Գյորգյանի հետ։ Ու վաղուցվա ընկերներ եւ բարեկամներ եւ գործընկերներ։ И вот в течение этих вот нескольких лет мой тоже один из ближайших, так сказать, соратников и коллег, приятель Айка Макрчан, предложил мне быть автором фильма про Роберта Амирханяна. Հայկ Մկրտչյանն առաջարկել, որ Ռոբերտ Ամիրխանյանի մասին ֆիլմը լինի եւ աշխատել են միասին։ Да. И вот «Сердце мое» называется этот фильм. И... Ռոբերտ Ամիրխանյանի մասին ֆիլմը «Իմ սիրտն է» կոչվում։ Вот. И вот отсюда, наверное, такая моя постоянная, не знаю, как любовь от людей к стране. И я очень люблю приезжать. И здесь уже был несколько раз. Я просто обожаю Ереван, обожаю Армению. Мне очень нравится. Շատ հետաքրքիր բան ասեց, որ ավելի շատ ծերը մարդկանցից է գալիս դեպի երկիրը, բայց ինքը իսկապես այդ ես կարող եմ ոչ միայն թարգմանեմ, այլ ավելացնեմ իմ կողմից։ Մենք միասին ծանոթացել ենք Ուզբեկստանում, Տաշկենտի միջազգային կինոփառատոն, շատ մեծ կինոփառատոն էին արել։ Ես էլ էի մասնակից, Պարելն էր մասնակից, ունդեղ մի հատ հետաքրքիր բան եղավ, մեր հարևաններն էլ էին շատ մեծ դելեգացիայով մասնակցում, մի 40-50 հոգի, Հայաստանից շատ քիչ էինք, 2-3 հոգի էինք մասնակցում, եւ ինձ համար շատ ուզիչ էր այդ պահին, որ մեկ էլ տեսնեմ, իսկ ինքը բան է շատ կարևոր հյուրերի շարքում էր նստած, երկրորդ թե երրորդ շարքում, ու մեկ էլ բանով, պաստարով Արմենիա գրված, այսպես կանգնել էր ու ինձ ոնց որ շնչի եւ ասի ես քեզ հետ եմ, էլի։ Շատ ինքը բան է, պարզապես խոսքեր չի ասում, դա սերը դեպի Հայաստան եւ հայերը իսկապես գործով է միշտ ապացուցում։ Այ հատկապես նշեցիք, որ շատ եք սիրում գալ Հայաստան, հայերին, մարդկանց եւ Երևանը, ինչ վայր կառանձնացնեք եւ ինչ օրինակ ուտեստ կառանձնացնեք Հայաստանից, որ հավանել եք։ Ты понял? Почти все. Вот ты говоришь люблю, но конкретно можешь блюдо или местность какое-то? Да. Ну, нет, я вообще люблю армянскую кухню. Правда, это сразу Видно. 5 килограммов. Когда приезжаю из Армении. Я обожаю вот Гарни и Герард. И каждый раз, когда бываю в Армении, всегда вот прошу моих друзей обязательно туда отвезти. Мне очень нравится Сиван, Дилижан мне нравится очень. Такая, мне кажется, такая армянская Швейцария, что ли, да. Вот, не знаю, нету любимого блюда армянского, вся кухня вот вкусная. Вам ну нравится? Да, ну ладно, кебаб вот. Քյաբաբն է շատ սիրում, բայց իսկապես Հայաստան ամբողջ բոլոր տեղերով գնում է, նույնիսկ ապարանի շրջանն են գնացել, ես եկողանամ, ինքը պարզապես սիրարված էր մեր այդ 5-րդ դարի վանքերով, 7-րդ, բոլոր վանքերը շատ լավ նշում է, մոտը նկարվում է ու գնում է, պատմում է ու կիսվում է։ Գան գործնական համագործակցությանը, հա, այն որ ծանոթացել եք Տաշկենտում, ձեր նշելով, այս արդեն հասկացանք, բայց ինչպես միտք ծագեց միասին աշխատելու արդեն վավերագրական ֆիլմի վրա։ Ես է կարող պատասխանը, ոչ, այս բաղան դուք պատասխանեք արդեն։ Շատ լավ։ Մենք որ ծանոթացանք եւ առաջի անգամ որ հյուր էր եկել, մենք դե ման են գալիս, այդպես գրացինք տարբեր տեղեր եւ իմ ֆիլմ էր տեսել նկարած Մարտիրոս Բադալյանի մասին, բայց այդքան էլ իա մասին չէ, քույրերի մասին էր, որոնք որ տեսնելով հպվելով կոլաժներին Մարտիրոս Բադալյանի, իրանք սկսում են իրանց տեսածը, իրանց զգացածը պատմեն։ Եվ քույրերը ինձ հետաքրքիր բաներ են տեսնում իա գործերի մեջ, այդ կոլաժների մեջ, որ նույնիսկ մենք տեսնելով չենք նկատում։ Ակուստիկա, ինքը ֆիլմը նայել էր Պավելը, ուրիշ փառատոնին, ու շատ հետաքրքրված էր Մարտիրոսի կերպարը, որ եկավ գնացինք արվեստանոց եւ շատ տարվեց դրանով ու միշտ որ հանդիպենք դրանից հետո բոլոր տեսակի փառատոններին կամ ցուցարումներին, ինքը միշտ ասում էր մենք պետք է անպայման մի հատ ֆիլմ անենք, մենք պետք է անպայման մի հատ ֆիլմ անենք, բայց կոնցեպտը չենք գտնում։ Որտեւ արել է մի քանի ֆիլմեր Մարտիրոս Բադալյանի մասին, որ ինչ պետք է անես եւ որոշեցինք, որ մի հատ էսվի էքսպերիմենտալ շատ ժանրի մեջ անենք դոկումենտալ ֆիլմ Մարտիրոսը Պավելի աչքերով։ Ահա։ Ու ինքը սկսված Մոսկվայից այդ ինչ որ տեսել է, ինչ որ զգացել է այն ֆիլմերով, ընդհանրապես ուրիշ ռեպորտաժներով, ինքը դրանցով այտենց փորձում է ինչ որ բաներ գտնել իր համար ու գալիս է ու ստեղ իրար հետ փորձում են բացահայտեն։
այն ամեն ինչ ինչ որ հարցեր է առաջացնում, թե ինչու էսպես Ֆարջոնովի հետ կապ, նույնիսկ ոչ միայն այսպես շատ սահում բարեդրացիական զրույց է գնում, այլ ավելի շատ նույնիսկ հարցեր, որը եւ պատասխաններ։ Ինչ կոնֆլիկտային Այ դուք հիմա պատասխանեցիք իմ հաջորդ հարցին, ուզում եմ ուղղակի Պավելին հարցնել, ինչպես է առհասարակ ընտրում հերոսներին, ինչպես է ընտրել այս հերոսին, հասկացանք, բայց կուզենամ հարցադրումս իրեն ուղղել, ձեզ համար առհասարակ վավերագիր ֆիլմ նկարելը շատ յուրահատուկ ժանր է, հա, եւ սա առաջին դեպք չի, որ դուք անդրադառնում եք տարբեր հերոսներին։ Ինչ կարևորագույն կետեր պետք է ունենա հերոսը, որպեսզի դառնա ձեր фільмի գլխավոր кերպարը։ Очень интересный вопрос. Документалистика как жанр очень сложный, очень интересный. Ну, понятно, это ты хорошо знаешь. Вот как ты выбираешь героев? Не только вот последний, да, Мартирос, а вообще, как ты выбираешь героев, что там важно, на чем акцентируешь, и как вообще они тебе рождаются внутри тебя, что они герои, ты о них должен снять? Ну, если вот взять несколько моих таких, ну, фестивальных документальных фильмов, если можно так сказать, авторских, да, то, как ни странно, все эти герои, практически ни одного из них я лично снимать не хотел. Вот прям не хотел, я отпихивался. Вот. Это так было и с моими героями, братьями-художниками в фильме «Буров и Буров», и в «Агафье», про нашу отшельницу знаменитую, которая живет в тайге, вот, и «Паровозных дел мастер», и даже и вот про Мартироса я не сразу хотел снимать, но мой друг Арсен меня уговорил, вот, и если говорить серьезно, то я хочу и люблю снимать таких людей, которых больше вот на свете нет. Вот есть только один такой человек и один такой персонаж, и я чувствую, что я должен его снять. Вот я других таких не знаю. Вот Мартирос, например, да. Я считаю, что Мартирос художник очень высокого уровня, мирового уровня. И других таких художников я не знаю, и он мне очень интересен как человек в общении и как художник. Потому что у него совершенно другой взгляд. Ну, я не знаю, я бы назвал его современным Դալի, наверное, Սալվադորом։ Եթե ընդհանրական, հա, պետք է թարգմանել, ասեց, որ շատ հետաքրքիր է, առաջին մասն ու երկրորդ մասը եւս խիստ տարբեր ասում։ Բոլոր հերոսներին սկզբից չի ուզում նկարի։ Շփվում է։ Նույնիսկ հետահերում նույնիսկ ասում է ամեն ինչ անը, բայց ստացվում է։ Ու այդ բոլոր ֆիլմերը, որ ասում է, իսկապես ես նայել եմ, շատ հետաքրքիր է, եւ Ագաֆին եւ Բուրովը, օրինակ երկու նկարիչներ են, որ եղբայրներ են, մեկը սյուրա նկարում, մեկը ռեալիստորեն, բայց երկուսը գյուղում են ապրում ու գյուղացիներ են, ու այն աստիճանի իրենց կոնֆլիկտները գնում այդ արվեստի շուրջ։ Ու շատ է, բայց ամբողջական պատասխանը ինձ էլ էր հետաքրքիր ու շատ ուրախ եմ, որ ստացա։ Ասում է, սիրում եմ այնպեսի հերոսների, որը որ ուրիշ էլ չկա։ Ինքը միակն է, իա տեսակում, իա ձևով, իա ամեն ինչով, ու գիտեք չէ ինչն է հետաքրքիր, որ ինքը ես պատասխանում է, դա պարտադիր չէ որ բոլորի համար այդպես լինի։ Կարևորը իր համար, այո։ Եթե մարդիկ հնարավորություն ունենային ֆիլմը դիտելուց հետո միայն մի բան հիշեին կոնկրետ հերոս Մարտիրոս Բադալյանի մասին, ինչ կցանկանայիք որ դա լիներ կոնկրետ։ Если у зрителя останется только одно впечатление после просмотра фильма о Мартиросе, какое вот самое важное, чтобы вы хотели преподнести про Мартироса Бадальяна? Я считаю, что мир, большой мир, ну, в Армении его знают, а, например, я очень хочу, чтобы его узнали в России, потому что я еще раз хочу повторить, что для меня это художник мирового уровня и совершенно необычного взгляда. Он видит наш мир вот не так, как мы с вами, совсем по-другому. У него другое зрение. Можно сказать, что он как инопланетянин, то есть как человек, прилетевший к нам с другой планеты. И вот я хочу, чтобы зритель в России, прежде всего, ну и, может быть, на международных кинофестивалях, увидел, что в Армении живет очень серьезный, очень вдумчивый и одновременно очень юмористичный художник мирового уровня, да, у которого взгляд такой, какого, наверное, больше ни у кого на свете нет.
Դե առաջինը ասեց, որ կուզենա, որ կցանկանա, որ այս ֆիլմը նայեն, նո մասնավորապես Ռուսաստանում, ասում ամբողջ Ռուսաստան, ռուսական դաշտում, դիրույթում, որովհետև ինքը կարծում է, որ Մարտիրոսը Բադալյան շատ մեծ կարգի հետարքի նկարիչ է, նույնիսկ շատ հետարքիր ինքը ձևակերպեց ինքերական, ասում է այլմոլորակային է, ոնց որ նորմալ մարդ չլինի, Դալիի հետ համատեց եւ ասեց, որ իր մեծությունը եւ իր կալիբրը չի համապատասխանում այն ամեն ինչին, ինչը որ գիտեն դեռ։ Այսինքն ավելի շատ պետք է իմանան ու հետարքիրը նաեւ աշխերում մենք ֆիլմում ենք դա փորձել անել, որ գիտեք, ես որպես համայեղինակ ավելացնեմ, չենք ուզում, որ մի քիչ ոնց ալ նկարիչների մասին նստում են միայն նկարիչների մասին, չի շատ ընկերներ նկարիչներ դրամանական, ընդհանրապես հերոսների մասին որ գրում են, նստածում են շատ խելոք, լուրջ, sense խոհ փիլիսոփայական ձևով ու ծանր, այ մենք ուզում ենք, որ չլինի այդպես, եւ հակառակը, շատ թեթև, շատ որտեվ հանդիսատեսը հոգնել է այդ ծանրությունից։ Եթե լուրջ բան ես ասում, այդ լուրջը պետք է այնքան թեթև ասես, որ մի քանի ամիս հետո նույնիսկ հասնի տեղ, որ ինչի մասին էր խոսքը։ Առաջինը պետք է թեթևություն լինի։ Իսկ Մարտիրոսը այդ առումով շատ հետարքիր է։ Իր գործերը կարող է շատ լուրջ են, շատ ծանր են, բայց ինքը երբեք լուրջ չի խոսում դրանց մասին։ Ու այդ առումով հետարքիր կոնտրաստ է ստացվում։ Արսեն, հարցս ձեզ եմ ուղղում, այ հետաքրքիր է, ֆիլմ ստեղծելը առհասարակ մի մեծ ճանապարհորդություն է, այս պարագայում երկու ռեժիսոր։ Դժվար չէ, որովհետև ի վերջո համահեղինակ լինելով հնարավոր է կոնֆլիկտներ ծագեն կամ դուք այլ աչքով տեսնեք, Պավելը այլ աչքով տեսնի եւ բախում չէր առաջանում ձեր մինչեւ։ Գիտեք, շատ հետաքրքիր, այսօր ես առանձին թարգմանում եմ, որ ձեր հարցերը նոր եմ հասկանում, թե ինչքան լավ հարցեր եք տալիս։ Շատ է լինում, բայց դրանով հետաքրքրանում է։ Նախ եւ առաջ մենք ընկերներ ենք ուծվա, հա, ու մեր մոտ չկա այդ ձևական պահել պապսե։ Իսկ մի ուղղությամբ եք նայում եւ գիտեք, այդ կոնֆլիկտը լինում է։ Նույնիսկ եղավ ասում, մեկ էլ ասես ստոպ, ասա ստոպ մի ասա, ես եմ իման նկարում, էլի դու հա բանը, դու բարողն ես ավելի շատ, դու փորձի բանանել տանել ֆիլմը։ Բայց այստեղ կարևորը որ մենք ճիշտ ասեցիք նույն ուղղությամբ ենք նայում եւ հետո нույն հետաքրությունը ունենք նույն մոտեցումները այ իմ որ են հարցնեք մենք տարբեր ձև ենք ֆիլմերը նկարում Мой вопрос был о том, что два режиссера работают над одной картиной. Не было ли конфликтов? Нет, он режиссер этого фильма, я автор. Я как журналист. Но вы видите... Нет, конечно, мы постоянно чуть не убиваем друг друга, конечно. Ссоримся так, что просто... Да нет, ну это шутка, конечно. Мы вообще не ссоримся, и у нас... Для меня это очень необычный опыт, потому что я одновременно впервые в жизни и как автор, да, и как герой фильма, да, получается. Այստեղ հա մի քիչ դերովի այնքա որպես եւ հեղինակը եւ հերոսը որտեվ այստեղ հերոսը ես օրինակ Մարտիրոսին Բադալյան ուզում եմ ցույց տամ որ բոլորը տեսնեն Պավելի աչքերով այ հետարքիր փորձել ենք նու չգիտենք Աստված առաջ չգիտենք ոնց էկրան պակաժտել է որ լավ կստացի թե չէ բայց մեզ համար հետաքրքրությունը դա է որտեվ մենք ինքներս չգիտենք ինչա լինելու ու ինչա статсվելու մենք ամեն օր норови բացահայտում ենք но я сказал о наших то, что мы видим и делаем фильмы по-разному. Не мешает это нам дружить, но нет, и это тоже мы не представляем. Да, это в каком-то смысле это эксперимент. Эксперимент и для Арсена, и для меня в первую очередь, потому что у нас совсем разная манера, вообще разная. У меня, больше это телевизионный документальный фильм, классический репортаж, если можно так сказать, с элементами, может быть, какого-то художественного осмысления. А у Арсена, у него очень авторское кино, очень, такой, я не знаю, как документальный Тарковский такой, вот, чтобы вообще там ничего не понятно, вообще, чтобы вот первые 5 минут зритель вообще ничего не понимал, что происходит в кадре, кто эти люди, зачем они, куда этот потерпевший, куда он пошел, в общем, совершенно, да, у нас разные манеры, совсем разные, но я думаю, что вот на этом стыке может что-то интересное Հենց получится. այդ տարբերության մեջ էլ հետաքրքիր միաձուլում է ստացվում ու էքսպերիմենտ, որը հնարավորություն կունենա։ Մեզ մոտ կարևորը որ այդ ձևական բաների հետևից ժամանակ էլ չկա ու հավես էլ չկա ու չենք էլ ուզում ինչ-որ բան ապացուցել, մենք հետաքրքիր փորձում ենք հաճույք ստանալ եւ ստանալ աշխատանք։ Ինչ ճանապարհ եք նախատեսել ֆիլմի համար, փառատոների մասնակցելու այստեղ հայրենիքում, այլ փառատոների միջազգային։ Բնականաբար փառատոների մասնակցելու հետո որ քանի որ ֆիլմը ինքը հայկական է լինելու, ինքը խնդիրներ չի ունենալու
սանկցիաների հետ կապված բաներ ա լինում շատ եւ Պավելի հետ որոշել ենք որ նույնիսկ կարողա կուլտուրալիքով լինի, որտեղ ինքը կուլտուրայի համագործակցում է հիմա հենց այս паհին արդեն այստեղ զուգահեռ նստած մոնտաժում է եւ հանձնում է 2-3 ֆիլմ կուլտուրալիքի համար այդպես я сказал очень коротко какую дорогу ты видишь в продолжении фильма где он будет показан Ну я очень хочу, конечно, чтобы его показали на телеканале «Культура» в России, потому что я много делаю для культуры как приглашенный автор и режиссер, и как ведущий, в основном даже как телевизионный ведущий. Вот. И я очень хочу, чтобы его в первую очередь показали на «Культуре», ну и будем надеяться, да, и молить нашего телевизионного бога Тэфи, чтобы он был на нашей стороне. Ուղարկում ենք այդ դրական էներգիան Тэֆի։ Խնդիր չկա, տեսնում եք նույն ձևի եք պատասխանեց, լավ, մեր համագործակցության եւ մեր ընկերության ամենակարևոր մասը դա երևի որ մենք չունենք խնդիր իրար հետ պայմանավորվելու, нույնիսկ պայմանագիր կնքելու, այսպես Представьте последний съемочный день, вы с Арсеном сидите, и последняя сцена. Какая музыка у вас звучит в ушах? Уф, не знаю, это прямо вот сложно сказать. Мне кажется, это должно быть что-то очень абстракное. Разве не Овсирон? Сирун. Или как Аячкер, да, Роберта Амирханяна, вот. Но она, правда, очень грустная, конечно. Вот. Но так как, понимаешь, «Мастеров с глазами Павла», там... Павел Ячкер, да, вот Павел Ячкер, да. Իսկ ես համար Овսիրոն Սիրոն։ Չէ, ճիշտ ասած ես ցանկանում որ ֆիլմը ավարտվի աղմուկով բնության։ Որը որ սիմֆոնիա է, այո, սիմֆոնիա է դառնում, որտեվ այդ բնությունը մեզ այնքան բան է տալիս, որ եթե նույնիսկ ճիշտ միքսը անում ես, ստացվում է հետաքրքիր երաժշտություն։ Вот Арсен ответил, что он представляет звуки природы, настоящей природы, и так. Он режиссер, пусть он и представляет. Пусть он и отвечает. Да, я здесь больше как... Я герой, да. Да, я как автор и как одновременно герой, и для меня это очень странно на самом деле. Но, может, действительно это вот такое смешение жанров такое, да, оно даст какой-то результат. И я еще отвечаю на ваш вопрос, конечно, очень хочется, чтобы его показали на «Культуре» у нас в России, мы будем делать для этого все от нас зависящее, но очень хочется, чтобы его увидели на кинофестивалях в разных странах. Ну, потому что, еще раз повторю, у Арсена очень авторское кино, и я надеюсь, что вот именно это будет фильм уровня таких серьезных кинофестивалей. Я надеюсь. Շատ լավ որ ասում է կուլտուրալիքով ցույց ենք տալու, պայմանավորվելու հուսալով տեսնենք, բայց շատ կարևոր է որ ինքը փառատոների մասնակցի։ Հենց դա մեզ համար որ ասում ենք իրեք ինչով կար ֆորմատի առումով։ Որպես պետք է լինի, որ ոչ թե միայն Հայաստանում, Ռուսաստանում տեսնեն կամ հասկանան, այլ ինքը միջազգային լինի։ Այդ նկարիչը, որը որ մեկ ճանաչում ենք կամ Պավելը ճանաչում է, հետաքրքիր լինի այն մարդկանց, ովքեր չեն ճանաչում։ Կարող է պատահի հայերին չեն ճանաչում, բայց նկարիչը հետաքրքրի։ Շատ բարի եւ որպես վերջաբան ինձ հետաքրքիր է առաջիկայում ինչ պլաններ կան նախատեսված, որովհետեւ արդեն տեսեք 1-2 հայի անդրադարձ գուցե կան արժևում ցուցակագրած մարդիկ, որ ելի կցանկանաք աշխատել, ինչու ոչ հայ մեծանուն մարդկանց հետ։ Есть у тебя в списке следующие герои, которых ты хочешь снимать? Не обязательно армяне, но если армяне будут... Или которых вы хотите оттолкнуть пока что. Да, которых ты сейчас отталкиваешь, значит... Но потом... Нет, да, я очень хочу снять кино про институт Павлова, потому что, ну, вы знаете, великий нейрофизиолог, да, и мы в следующем году юбилей институту, и там, ну, как не юбилей смерти, но, в общем, 90 лет. То есть я вот про академика Павлова очень хочу снять кино. Вот. Академик Павлов и Масина узом. Да, если получится, может быть, про великого хирурга Вишневского такой у нас есть, да, вот у нас есть. Ну, а так... Ты хотел фильм снять о Шарле Азнавуре? Да. И это была моя мечта, потому что в прошлом году же, да, был юбилей Азнавура, и мы вот с Арманом Ардяном как раз и Айком
Урдяном тоже мечтали сделать кино, но пока не сделали. Ну, к следующему юбилею Азнавура, может быть, сделаем с Арсеном Аракеляном. Да, с кем? Лишь бы сделали. Շարլ Ազնավուրի Հոբելյաններ ուզում ֆիլմը հասցներ անել, Հայկի եւ Արմանի հետ, yani շատ ունի մտքեր, ես միշտ խոսում եմ, որ քայլում ենք Մարտիրոս Սարյանն է, շատ դարքրված տարված, ունի պլաններ, բայց տեսնենք ոնց կստացվի։ Իսկ դու կարծում Ես հաջորդ ֆիլմը զուգահեռ սկսել եմ, խաղարկային ֆիլմ եմ ուզում անեմ, մի հատ ալեգորիկ, մի հատ իմ կինո այս պայմանական վերնագիրը ուզում եմ ֆիլմ անեմ կարճամետրաժ, արդեն սցենարը կա, պատրաստ է, մեջից շատ է ինձ խանգարում էլ, մեջից շատ է ինքը ակտիվ։ Շատ լավ։ Անեմ։ Եվ էլի վերջին հարցը, որ ինձ հետաքրքրում է, հեռուստանախագիծը, որ դուք ունեք, կոչվում է Աշխարհ առանց կանոնների։ Դեմ եք կանոններին, թե սա այլ կանոնների մասն է խոսքը։ Твоя рубрика называется «Мир без границ». Ты против Мир без границ? правил. Без правил? Без правил. Без Или правил. вы- Ты против правил и границ или так? Или просто это другие правила, которым вы Нет, играете? это совсем другой жанр, да. Это у нас есть такой телеканал «Пятница», очень такой молодежный, модный. И вот мне повезло, что я сделал там такое приключенческое тревел, приключенческое шоу, вот такой расследовательский, такой детективный тревел такой. Вот. И так как мы там все время, я там как ведущий, то пытаюсь проникнуть в какую-то самую закрытую тюрьму мира в Боливии или расследую такая очень серьезная, кстати, тема человеческих жертвоприношений, которые до сих пор есть в Боливии. Ну, то есть это как бы детектив, да, и я все время пытаюсь расследовать какую-то тему, в которой нет правил, да, в которой нет законов даже, где довольно опасно. Павел Пуаро, или? Наверное. Да, меня даже пытались ограбить там и 2 раза чуть не Попытались убили. или ограбили? Пытались, но не удалось. А, жаль. Было бы что рассказать, да? Не, а есть все в программе, там все же видно, там с этих сканеров. Գնում ենք նայելու աշխարհ առանց կանոնների այս բարակայում այբիս правил։ Ինձ մնում է միայն հայտնել մեծագույն շնորհակալություն, որ այսօր առավոտյան գտակ ժամանակ եւ եկաք օրդ բարի ու ես եւ մեր հեռուստադիտողը սկսեցինք ձեզ հետ մեր օրը անսահման հաջողություններ ձեզ եւ մտքի թռիչք, որպեսզի կարողանաք ել ավելի հետաքրքիր հերոսներ ներկայացնել մեզ աշխարհին ու կինոփառատոններում ես մաղթում եմ միմիայն հաջողություն ձեզ եւս մեկ անգամ հիշեցնեմ որ իմ հյուրերն էին ռուս անվանի հեռուստալրագրող, վավերագրող ռեժիսոր, աշխարհ առանց կանոնների հեռուստանախագծի ռեժիսոր, հեղինակ եւ հաղորդավար Պավել Սելին եւ կինոռեժիսոր Արսեն Արաքելյանը անսահման շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն Սպասենք նորից։ Իսկ մեր եթերում այս պայն ուզում ենք ավարտենք ինչու ոչ Ամիր Խանյանի որևէ երաժշտությամբ ես Անահիտ Կիրակոսյանն էի ձեզ մաղթում եմ որ ձեր օրը լինի բարի Այնպես ուզում եմ անունը թողնել քեզ գիշերահի ավազի վրա որ նա լուսաբացի արտացոլված լինի ծողերում լինի ծողերում Սուսում եմ անունը թողնել քեզ գիշերահի ավազի վրա լինի ծողերում լինի ծողերում լինի ծողերում մինչև հասնի քեզ ձայնից խողանջով վարուրված
խոսքս հասնի քեզ Լինի ծողերում մինչև հասնի քեզ ձայնիս խողանջով վարուրված խոսքս հասնի Այնպես ուզում եմ անունը թողնել կես գիշերահի ավազի վրա որ նա լուսաբացին արտացոլված